Պատմական ռեկորդ է արձանագրում կրթության նախարարը։ Նկատում ուսուցիչների վարձատրության համակարգը էապես փոխվում է։ Պնդում է անում, ուսուցիչ կա, մի քանի 100,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Մենք այսօր համակարգում ունենք ուսուցիչներ, որոնք ստանում են մինչև 600,000 դրամ աշխատավարձ։ Հրապուրիչ ու գրավիչ է վարձատրության համակարգը ըստ նախարարի, միայն թե պետք է գնալ պետության առաջարկած ճանապարհով։ Այն է մասնակցություն կամավոր ատեստավորմանը եւ տարակարգի ձեռքբերում։ Ոլորտի փորձագետը սակայն կարծում է, որ հնչեցրած թվերը բացառիկ օրինակներ են եւ չեն արտացոլում իրականությունը։ Պետք է հասկանալ, ինչքան է ուսուցչի միջին աշխատավարձը եւ դա համեմատենք ուրիշ բնագավառների միջին աշխատավարձի հետ, որպեսզի հասկանանք, թե այդ օրինակները համընդհանուր են, թե ուղղակի եզակի օրինակներ են։ Բոլորին է հայտնի, դա եզակի օրինակներ են։ Բարձր վարձատրություն ստանալու համար մասնագետների խոսքով մեր երկրում ուսուցիչը չարքաշ աշխատանք պիտի կատարի ու մի շարք պահանջների բավարարի։ Գերազանց ցուցանիշներ ունենա թե կամավոր ատեստավորումից, թե տարակարգից, բայց միայն սրանք դեռ բավարար չեն։ Պետք կարող է գոյանալ միայն այն դեպքում, երբ որ ուսուցիչը դրույքից ավել է աշխատում, բնագիտական առարկաների մասնագետ, այսինքն 25% էլ հավելավճար է տեղենք ունի։ Երբ որ ուսուցիչը ունի ամբողջ այն պարտականությունները, ինչ որ կարող է մանկավարժ ունենալ, դասղեկություն, մեթոդ միավորում եւ այլն, ինչ որ տեղ է նաեւ խմբակներ էլ գուցե, այսինքն ուսուցիչը գեր լարված իրավիճակում կարող է մոտավոր հասնի այդ թվին։ Ասվածի հավաստիությունը ստուգում ենք կրթության կառավարման տեղեկատվական համակարգում EMIS կետեմ հարթակում։ Այստեղից ընտրում ենք ուսուցիչների աշխատավարձի հաշվիչ բաժինը, բացված պատուհանում մուտքագրում ենք պահանջվող տվյալներն ու հաշվարկում ուսուցչի աշխատավարձը։ Եթե օրինակ ուսուցիչը ցանկանում է ունենալ 400,000 դրամից ավելի աշխատավարձ, ապա պետք է ունենա 1,5 դրույքաչափ բնագիտական ԲՏՃՄ ոլորտի կեսդրույք, լինի ատեստավորված եւ 90%-ից բարձր արդյունք գրանցած, ինչպես նաեւ ունենա որակավորման 3-րդ աստիճանի տարակարգ, ասել է թե գերազանց տվյալներ։ Իդեպ, ներկայացվող աշխատավարձն այստեղ ներառում է նաեւ հարկերը։ Գոնե մինչև 30 ժամի պիտի գա, որ այդքան գումար վաստակի ուսուցիչը, որովհետեւ երբ որ մենք նայում ենք 1 դրույք կամավոր ատեստավորումը հաղթահարած ամենաբարձր շեմը 300,000-ն է։ 20 ժամի համար առավելագույնը 300,000 ուսուցիչը կարող է վաստակել։ Դե տեսեք, մինչև 600 հասնելու համար իրեն ինչքան այլ հավելյալ աշխատանքներ են պետք, որոնք որ արդեն ուժասպառ են անում ուսուցչին։ Կրթության փորձագետն էլ ընդգծում է 600,000 դրամ վարձատրություն ստացող ուսուցիչների թիվը մատների վրա կարելի է հաշվել։ Միաժամանակ հիշեցնում, Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը դեռ զիջում է հարևան բոլոր երկրների ուսուցիչների վարձատրությանը։ Մենք ուրիշ բաներ ենք մոռանում, էլի ուսուցչի աշխատավարձը դեռ չի խոսում կրթության մակարդակի, կրթության որակի մասին։ Մենք այդ ամբողջը անում ենք ինչի համար, որպեսզի կրթության որակը բարելավի, բարձրանա, բայց մեզ մոտ տեսնում ենք անընդհատ նվազում։ Նույնիսկ աշխատավարձերի վերջի օրինակ 2-3 տարվա ընթացքում գոնե չնչին բարձրացումը ուսուցիչների բնավ չի բերել կրթության որակի բարձրացման։ Թե ուսուցիչների քանի տոկոսն այս ցուցանիշներն ունի, դժվար է ասել։ Փորձագետները սակայն պնդում են, մասնագետների գերակշիռ մասը առ այսօր չնչին վարձատրությամբ է ապրում։ Կարճ ասած, գայթակղիչ հրապուրիչ աշխատավարձը համալիր գործողությունների անվերջանալի ու դժվար հաղթահարելի շարք է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։